Հայաստանում շատ բան է եղել, մենք գիտենք, որ սկսած 90 թվականից, սկսած հենց առաջին նախագահի առաջին պատգամավորական ընտրությունից ամեն ինչ ուղեկցվել է խախտումներով, բայց կարող ենք ասել դե ժամանակ է անցել, պիտի նորովի նայենք կյանքին, բայց չէ որ կան վերջին իրադարձություններ։ Վերջին կարևորագույն իրադարձությունը եւ ոչ միայն որպես վերջին, այլ մեր ազգի կյանքի համար շատ կարևոր իրադարձությունը դա սահմանադրական հանրաքվեն էր։ Գիտականորեն անառարկելիորեն ապացուցվել է, որ սահմանադրությունը կեղծվել է։ Եթե հիմնական օրենքը կեղծվում է, բնական չի, որ մարդու իրավունքները ուրեմն ընդհանրապես ոտնահարվում են։ Ճիշտ է, մեր հանրությունը դրան շատ ուշադրություն չի դարձնում, բայց դա ամենակարևոր հարցն է։ Եվ ես այս իրադարձություններին նայում եմ այդ տեսանկյունից։ Նրանք իրավունք ունեին համարելու այս մարդկանց գոնե մի քանիսին ես շատ լավ ճանաչում եմ, գիտեմ, որ իրենք նախապես փորձ են արել քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ գտնել, եւ ըստ երևույթին այս վերջին հանրաքվեն նրանց մոտ այլևս տեղ չի թողել, որ եթե մարդու հիմնական իրավունքների երաշխավոր սահմանադրությունն է կեղծիքներով ընդունվում, իսկ դա ապացուցված է։ Եթե որևէ մեկը կհամարձակվի ասել, որ քիչ է կեղծվել, չի, ասեմ ես դες 70%-ը ոչ է ասել, դա ցանկացած կողմ կարելի է գնալ նորից ստուգել։ Ուրեմն այս ամենը մեզ ենթադրել է տալիս, որ մենք պիտի մեծ զգուշավորությամբ խոսենք երևույթի մասին։ Քիչ առաջ ես հարցեր ընչում, թե որտեղից եմ գալիս, քիչ առաջ մամուլի ասելություն է եւ այնտեղ ես եւս մեկ անգամ ասացի։ Մենք ունենք 3 հիմնական խնդիր։ Առաջինը խուսափել արյունահեղությունից, երկրորդը խուսափել արյունահեղությունից, երրորդը խուսափել արյունահեղությունից։ Պարոն Հայրիկյան, այդ կոնտեքստում ինչպես է գնահատում իշխանությունների գործողությունները, Սերժ Սարգսյանի այս 3 օրվա լռությունը եւ ոստիկանության այս գործողությունը։ Ուրեմն Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ Սասնա խմբի հիմնական պահանջին հրաժարական տալ, նա սկսել է իր հրաժարականի գործընթացը, որովհետև եթե որևէ երկրում այսպիսի դեպք լիներ, նախագահը անմիջապես պիտի ասպարեզում երևար, եթե ինքը իրեն նախագահ է համարում։ Ըստ երևույթին նա արդեն սկսել է Սասնա խմբի այդ պահանջի կատարումը։ Ես որպեսզի ձեր հարցին լիարժեք պատասխանեմ, թույլ տվեք ասեմ, որ իշխանությունների պահվածքից այս 3 օրվա ես բավական գոհ եմ, որովհետև մեզ բոլորիս, ոչ միայն ինձ, մեզ բոլորիս սարսափեցնում էր անխոհեմ իբրև թե վճռական քայլերի իրականացումը, որոնցից իշխանությունները զերծ մնացին։ Հաջողվել է կապվել միգուցե Ժիրայր Սեֆիլյանի հետ, միգուցե ուրեմն Վարուժան Ավետիսյանի եւ որոշ ներկայացումներ կա, որոնց մասին ես բարձրաձայնել չի ուզենա, բայց միանգամից սկզբունքորեն ասեմ, որ այսպիսի գործողությունների ժամանակ իմ կապվելը որևէ նպատակ չունի, որովհետև իրենք բոլորն էլ գիտեն, թե ԱԻՄ-ը ինչպեսի դիրքորոշում ունի, ես ինչ ճանապարհ եմ անցել, ինչպես եմ անցել, գիտեմ, որ ես որևէ դրական խոսք չեմ կարող ասել ուժով ուղեկցվող գործունեության մասին, բայց մյուս կողմից ասեմ, որ գիշերը կալանավորված Կարո Եղնուկյանը, որ ԱԻՄ-ի գլխավոր պատասխանատուներից է, արտաքին կապերի պատասխանատուն, ավելի քան 25 տարի նաև իմ անձնական ընկերը, ԱԻՄ-ի Նյու Յորքի մասնաճյուղի ղեկավարը, նա փորձում էր իրազեկել հանրությանը, որի համար կալանավորված է։ Ոչ միայն փորձում էր հանրությանը իրազեկել դեպքերի ընթացքի մասին, ես անուղղակիորեն ձեր հարցին պատասխանում եմ կապի մասին, այլ նաև ինքը փորձում էր կանխել իր ձևով, այսինքն հասկանալի է, որ հանրային ճնշումն է, որ պիտի զսպեր։ Հիմա Կարոն, որ կալանավորված է, ինքը կալանավորված է այն բանի համար, ինչ որ հիմա դուք անում եք։ Դուք լրատվություն եք տարածում իրադարձության վերաբերյալ, տարբեր մարդկանց տեսակետներ, կարող եք նաև ձերը տարածել, չէ՞ որ հիմա դրա համար ձերբակալել Կարո Եղնուկյանին հավասարազոր է կալանավորել որևէ լրագրողի։ Պարոն Հայրիկյան, դուք ասում եք պետք է խուսափել արյունահեղությունից, բայց չէ՞ որ արդեն եղել է արյունահեղություն, դա իրավիճակ չի փոխում։ Մենք նշում ենք, որ լրացուցիչ արյունահեղությունից պետք է խուսափել, իհարկե շատ ցավալի է, ամեն մարդ պիտի, եթե ոչ բարձրաձայն գոնե իր հոգու խորքում Աղոթի Վանոյանի համար, ցավակցի ընտանիքին, ինչ որ կատարվել է, ահավոր է։ Բայց գիտեք, ավելի ահավոր չէ, քան Բուդաղյանի սպանությունը։ Ուզում եմ ասել, որ մենք պիտի ավելի ահավոր չէ, քան մի քանի 100 քաղաքացիների նկատմամբ վայրագ վերաբերմունք այս օրերին։ Դա եթե այստեղ պատահաբար տեղի է ունեցել սպանություն, որը նախատեսված ու ծրագրված չի եղել, բայց պիտի որ սպասելի լիներ, եթե զենքով տեղյակ եք, որ նախատեսված չի եղել։ Դե իրենց հայտարարությունները ինձ համար բավական է, որ իրենք էլ ցավում են, որ իրենք ասում են մենք մինչև վերջին պահը ասում ենք մենք սպանություն չենք ուզում մի գրագիր։ Ես հիմա այսօր այլ աղբյուր չունեմ։
բայց այն որ հարյուրավոր մարդկանց տարան ու այդպիսի կտանքների ենթարկեցին առանց որևէ պատճառի, դա նույնպես ուշադրության արժանի է։ Երբ ես խոսեցի իշխանությունների վերաբերմունքի մասին, նկատի ունեի այստեղ, իսկ ընդհանրապես 3 լավ էր զուսպ էին պահում համեմատաբար, բացի Կարոյի կալանավորումը, բայց նախորդ օրը կատարվածը դա վայրագություն էր։